Եվրամիությունը պաշտոնապես Հայաստանին փոխանցեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Փաթեթը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հանձնեց Եվրոպական հանձնաժողովի միգրացիա եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, which contains many objectives in different areas such as security. Այն պարունակում է մի շարք նպատակներ տարբեր ոլորտներում, անվտանգություն, սահմանների կառավարում, մարդու իրավունքներ, նպատակներ, որոնց պետք է հասնել հաջորդ տարիներին։ Շնորհավորում եմ նախարարին եւ իշխանություններին այս գործընթացում արագ եւ խորքային առաջընթացի համար, որը թույլ է տվել մեզ շատ արագ ընդունել գործողությունների այս ծրագիրը։ Ակնկալում ենք իրականացնել այս ծրագիրը, շարունակել միասին աշխատել, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն։ Նախարարի գնահատմամբ պատմական իրադարձություն է, քանի որ ի վերջո ունենք վիզաների ազատականացման շուրջ Երևան-Բրյուսել երկխոսության առաջին շոշափելի քայլը։ Հայաստանն այսօր ըստ նրա միակ երկիրն է, որ ԵՄ-ի հետ ունի վիզաների ազատականացման թեմայով շարունակական երկխոսություն։ Սարգսյանը նաև հայտարարեց գործողությունների ծրագիրը լիովին համահունչ է Հայաստանի բարեփոխումների քաղաքականությանը։ Դրանում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում էական դեր ու նշանակություն են ունենալու եւ հատկապես վիզաների ազատականացման համատեքստում ապահովելու են արժանապատիվ ճանապարհորդության նաեւ հնարավորությունը դեպի Եվրոպական միության տարբեր երկրներ։ Հայաստանը հանձնառու է հետևողականորեն իրականացնել գործողությունների ծրագրով նշված բոլոր միջոցառումները։ Նախատեսված բարեփոխումները կներառեն միգրացիոն համապարփակ կառավարման, ապաստանի, սահմանային անվտանգության, մարդու իրավունքների եւ հանրային անվտանգության ոլորտները։ Հիշում եմ, որ մենք շատ կարճ ժամկետում ենք հասել այս կարևոր հանգրվանին, որը հանրային լայն ուշադրության ներքո է գտնվում եւ նաեւ հանրային լայն ակնկալիքներ է ձևավորել։ Յոհաննես Լուխները նշեց, որ Հայաստան-ԵՄ երկխոսությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի սահմանված նպատակները հասնեն հանգրվանին։ Հայաստանն ու Եվրամիությունը հանձնառու են, որ գործընթացը լինի արագ եւ որակյալ։ Ըստ ԵՄ պաշտոնյայի հաջորդ փուլում հայկական իշխանությունները պետք է արձագանքեն գործողությունների ծրագրին, իսկ ԵՄ-ն կուղարկի համապատասխան խմբեր տեղում գնահատելու իրավիճակը տարբեր ուղղություններով։ We will then send teams. Մեր մասնագիտական խմբերը կմեկնեն Հայաստան տարբեր բլոկերով ուսումնասիրելու իրավիճակը եւ կազմելու առաջընթացի զեկույցներ։ Ծրագիրը ունի երկու փուլ, առաջինը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին եւ իրավական ակտերի որոշումների ընդունմանը, հաջորդը դրանց իրականացումն է։ Քանի որ արդեն նկատելի է Հայաստանի իշխանությունների աշխատանքը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ, դրա գործարկումը ակնկալվում է հաջորդ տարվա սկզբին։ Մյուս բաղադրիչները վերաբերում են օրենսդրությանը, կլինեն ընթացիկ գործընթացներ, որոնց իրականացմանը Երևանն ու Բրյուսելը հանձնառու են ընթացք տալու։ Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանը հետևողականորեն եւ բարձր որակով է իրականացնելու նախատեսված բոլոր պարտավորությունները։ Մենք հեռու ենք այն մտքից, որ գնալու ենք արհեստականորեն գործողությունների ծրագրի իրականացման ճանապարհով։ Հակառակը, սա հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար այսչափ կարևոր ոլորտներում արձանագրելու նոր արդյունքներ, որոնք համահունչ կլինեն այն արժեհամակարգային, այսպես ասեմ, մոտեցումներին, որն այս պայծրությամբ կիսում է Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ։ Սա նաև կարևորագույն հնարավորություն է ապահովելու մարդկային կապերը, տնտեսական կապերը, մշակութային կապերը, կրթական կապերը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև։ Գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը նախարարի գնահատմամբ վկայում է համատեղ ջանքերի որակի եւ երկկողմ պատրաստակամության մասին, շարունակելու երկխոսությունը, հանգուցալուծելու գործընթացը մինչեւ վիզաների ազատականացման ամբողջական իրագործում Հայաստանի քաղաքացիների համար։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։